Փոքրիկ վլոգ եմ բերել Իտալիայից, միջև վերջ նայեք եւ կոմենտներում ակտիվ եղեք։ Գնում ենք Իտալիա, Հռոմ, Վենեցիա։ Ու ընթացքում կջոկ ենք ելուր։ Երբեք արևորտի այս հատվածում չի եղել։ Մենակ թե տեսնեք ինչ սիրուն է Մասիսը։ Մեր Մասիսը։ Ուրեմն չեմ բլոկի էջս։ Ջան ասում շատ սիրուն էր։ Գնջելած տեսքս մի նայեք։ Ուղղակի արևա, դրա համար այս գլխարկները դրել ենք, ահա որ ծակող արևա։ Ես ես երեխեքի մամայի դեմ բան չունեմ, պրոստը երեխեքի միջացնեն սամալյոտից։ Սենց թույն հանգիստ, ես չեմ ունեցել։ Մեր հյուրանոցի լիֆտը նայեք, ինչքան սիրուն է։ Ես ինչ եմ բերել սեղանին գրել, հետո կիմանանք սա ինչ է։ Փայտիկներ է, հաց է։ Գեղացի համբոն Իտալիայում, ոնց կասել հերս։ Սուխարիկներ են, շատ համով։ Մենք չենք պատվիրել, իրանք բերել են հաց, հուսամ վերջում ինչ-որ թիվ չեն կրակի, էլի, ու սենց իրանք խած հացերը։ Պատվիրել են պրոսեկո, ու որպես հյուրասիրություն ջուր բերեցին։ Հա ուզել էի, ներողություն, սա հյուրասիրություն չէ։ Միայն հացն է հյուրասիրություն դեռ։ Where are you from? Armenia. Armenia, say. Thank you so much. What I'm a professional with it. Look, I don't touch you. Look. Visto? Look, madam, look. Peru. Okay. Look. Thank you. Չգիտեմ, խնդացին մեր վրա, որ մենք գեղցի ենք, թե չէ, պրիմ ոտերներից, ես պատվիրել եմ լազանյա, ընկերուց պատվիրել եմ ֆետուչինի, հիմա գնում ենք ուտենք այս համովությունները, առանձին ափսով մատուցվում է քերած պարմեզան, մի փոքր մանին միսկանի, իմ լազանյայի վրա, շնորհակալություն Նանի ջան, ապրես Լազանյայից առաջի փորձարկումը իտալական լազանյա երբևէ չեմ կերել, նո հա Հայաստանում կերել եմ, բայց հենց Իտալիայում Հռոմի սրտում չեմ կերել։ Շատ համով է։ Օ, շատ համով է։ Վերջն է։ Միկրոֆոնը չես բերել։ Բերել եմ, բայց հյուրանոցում մնաց։ Արժեքը 20 թե 21 եվրո էր։ Քոնը ոնց է։ Ընկերուս ֆետուչինին էլ է շատ համով։ Նայեք, ուրեմն միսը վրան է լցրած եւ կողքերը։ Իսկ մեջը մենակ բեշամել սոուսա ու լազանյայի թերթիկներ, մեջի հատվածում միս չկա։ Իսկ մենք շերտ ենք անում միս, լազանյայի թերթիկ, բեշամել սոուս։ Բա, հյուրասիրեցին ալկոհոլային այսպիսի խմիչք, ես կխմեմ անին կնայի, անի դեղերը, դիրտեղը։ Ու այս քաղցրավենիքը ես շատ եմ սիրում, իմ էջում էլ կա, անունը չգիտեմ, բայց շատ համեղ է։ Ոյ անունը կհիշեմ կգրեմ անպայման, մեջը պիստակ, պոպոկ, նուշ, ամեն ինչ կա։ Հաշիվը կազմեց 65 եվրո, քանի որ մեր մատուցողը շատ լավն էր, մենք 70 եվրո թողեցինք։ Համ ինքն էր երջանիկ, համ մենք։ Մեր գումարով մոտավորապես 31,000 դրամ։ Հələ գրեք մեկնաբանության մեջ ձեր կարծիքով շատ ենք վճարել, թե ոչ։ Նորմալ արժեքա, թե թանկ է։ Այս ալկոհոլի մասին ասեմ, եթե երբևէ դեղաբույս խմել եք, այն անդուր դառը, Ղրնդատ դեղաբույս կա, չգիտեմ, խմել եք թե չէ, գոնե շալֆեի խմած կլինեք,
այդ այնց անդուր համով, բայց շատ կրեպկի ալկոհոլ է, համ համով է, համ համով չի, համ շատ ուժեղ է։ Իմիջայլոց այս ռեստորանում հյուրասիրություն են անում հաճախորդներին, կարծում եմ բոլոր, որովհետև են տղային էլ նոր բերեցին, խմորեղեն հյուրասիրեցին, շատ լավ, ինչ են ասում, քայլ է հաճախորդների հանդեպ։ Դե դրա դիմաց է դուք բնականաբար թեյավճար եք տալիս և լավ ռիվյու եք գրում։ Մի քիչ առաջ ChatGPT-ով պարզեցինք, որ այս շինությունը կոչվում է անարատ հղության շինություն, բաշնյա, այս անարատ հղության բաշնյայի մոտ կա այսպիսի դիմակ հայլիներով և հայլիների կողմից գալիս եք ու այս ձախ հատվածում էր այս ռեստորանը գտնվում, շատ համեղ էր ու չգիտեմ, մեզ շատ դուր եկավ, սպասարկումն էլ, մթնոլորտն էլ, ամեն ինչն էլ։ Որոշեցինք գանք երեկոյան էլ տրևին տեսնենք, մտածում էինք շատ մարդ չի լինի, բայց գժանոց է իհարկե։ Հրաշքակ, թե գիշերով, թե ցերեկով, տրևի շատրվանները։ Գիտեմ ինչքանով է գիշերը ձեզ փոխանցում եք գեղեցկությունը մթնոլորտը, բայց վերջնա։